հայտարարություն է տարածել, որ անպայման վերադառնալու է եւ այս իշխանություններից է, որ փախչելու է ձեր կարծիքով այս իրավիճակում ինչ կարող է օրինակ Դավիթ Համբարձումյանը անել։ Այս ընթացքում Դավիթը ուներ հնարավորություն չվերադառնալու, բայց նա որոշեց վերադառնա, քանզի ինքը լիովին արդար է եւ վախենալու ոչինչ չունի։ Այսինքն այս ամենը համարում է քաղաքական հետապնդում։ Այո, իհարկե։ Վճռի թիվը տևողությունը ավելի ճիշտ որ տեսնում եք, կարծում եմ պետք է հիմար լինի այն մարդը, որ կասկածի, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Քանի որ եթե վճիռը դատավորը տար օրինակ 6 տարի, Դավիթը չէր կալանավորվի։ Այդ 3 ամիսը հատուկ է արված, որպեսզի Դավիթին կալանավորվի։ Չնայած նրան, որ Դավիթը պետք է արդարացվեր, քանզի նա ոչինչ մեղավոր չէ, ոչինչ չի արել, որպեսզի արժանանա պատժի։ Եվ որևէ ֆակտում չկատարել, չէ՞, այսինքն կապնամիջոցի անհրաժեշտություն փոփոխելու լինի այն դեպքում, որ ռիսկ է առաջանում, այս դեպքում ոչ նախաքննության մասին է խոսքը, ոչ որևէ միջին ոչ համաբերական։ Չէ, բացարձակ որևէ խախտում չի արել, Դավիթի ճանապարհը բաց է եղել, նա գտնվել է Մոսկվայում, գործուղման, ինչպես նաև անձնական հանդիպումներ կային, այդ իսկ պատճառով գտնվել է Մոսկվայում, իմանալով վճռի մասին, հենց առաջին իսկ րոպեից ասել է, որ վերադառնալու է։ 1 րոպե անգամ չի կասկածել իր որոշումը։ Այս պահի դրությամբ ինչ ինֆորմացիա ունեք, վայրը կատարել է, հասկանալ է, իսկ տեղյակ եք ինչ որ process արդեն եղել է օդանավակայանում, որովհետև հակասական տեղեկություններ կային դրսում, մեկն ասում էր, որ արդեն կարծեք տարել են, մեկն ասում է, սպասում ենք այս մտքով պիտի դուրս գա։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, որովհետև այս ընթացքում ձեզ հետ էի զրուցում։ Հիմա դուք այսօր 4-ին եք վերադարձել Մոսկվայից։ Չկարողացաք համոզել ձեր ամուսնուն, որ ամեն դեպքում վերանայի որոշումը, որովհետև 6 տարի դատվել նշանակում է 6 տարի հետաձգել իր քաղաքական պլանները։ Որտեղ ինքը քաղաքական պլաններ ուներ եւ դրա մասին հայտարարել էր եւ իրեն ընդունել էին որպես ընդդիմության միասնական տեխնացու։ Ու կարծես թե նախապատրաստական աշխատանքների մեջ էին, համենայն դեպս անդադ մենք հարցազրույցներից այդպիսի ընկալում ունենք։ Ճիշտ է, այսօր ժամը 4-ին է վերադարձել, Դավիթի հետ միասին էի, որպես կին առաջին արձագանքս եղել է, որ չվերադառնա, սակայն ինքը միանգամից մերժել է ու ես ինքս հասկացել եմ, որ շատ սխալ առաջարկ եմ արել։ Արդեն հայտի դարձավ, որ ինքնաթիռից դուրս գալիս հենց կալանավորել են, այո, հա, այդ եմ ասում, ուրիշ բան չէ։ Դե ես ուրիշ որևէ բան չէի սպասում այնտեղ տեսել այս իշխանություն։ Շնորհակալություն։ Հարված թեմի հարգելի հետևողներ Նարեկ Մալյանն է հրապարակել, որից հայտնի է